Momento, Romeos Lazaridis. Yasifile. Yes, հույներն եմ ասում դու հայերեն։ Գիտես ինչ լսի։ Ռոմեոս ջան, տես ինչ հա, ժուրնալիստ կա աղջկերք են, տղերք են, եկել են ու մերեն կուլտուրայի պալատի ռիթմ անսամբլի մասին տեղեկություններ են էլի ուզում, ինֆորմացիա։ Ես ակումբից շատ լավ հիշողություններ ունեմ։ Ամեր տուններ էլի, մեր տուններ, քշերցերը կտեղ էինք ապրում։ Ես Էդիտան եմ, իմ արմատները Շամլուղից են, փոքր ժամանակ գնալ չէի սիրում, որովհետև իմ տարիքի երեխա չէր լինում, ձանձրանում էի, բայց տարիքի հետ սկսեցի Շամլուղի համն ու հոտը սիրել, ու հիմա էլ պոկ գալ չեմ ուզում։ Զոհատատս ասում էր, ժամանակին Շամլուղը մարդկանցով լիքն է եղել, ես դա չեմ տեսել, բայց մայրս այդ կյանքի մասն է եղել։ Հրապարակից հեռու մի մշակույթի տուն կար, շամլուղեցիք կլուբ էին ասում, սա էր նաև ակտիվ կյանքի կարևոր մասը կազմում։ Այս սենյակում գրքերն են եղել, վերջին անգամ այստեղ եղել եմ հուլիսին ու դուռը բաց էր, չգիտեմ ինչի փակել են, եկեք մտնենք ներս։ Գրքերի մասին ինչ կասեք, ասում եմ, որ շատ գրքեր է ունեցել։ Հա, անչափ։ Ու շատ արժեքավոր։ Այդ գրքերի ճակատագիրը ինչ եղավ։ Ձեր աչքով տեղակ, խառնել են սաղ։ Նախորդ այցին գրքերը թափված էին։ Եվ ոչինչ իր տեղում չէր։ Այս անգամ երևի իմացել էին, որ գնալու էինք։ Գրքերի մի մասը դարակներում էին շարել, մի մասը պարկերում, մի մասն էլ Վերջին անգամ երբ եք մշակույթի տանը եղել։ Երևի մի տարի առաջ, կամ մի քիչ էլ շուտ։ Իսկ ինչ զգացիք։ Սարսափելի վիճակ։ Շուտ դուրս եկա։ Որովհետև ես այդտեղ իմ աշխատանքն էր։ Ես օրս տեղ էի անցկացնում։ Առավոտին ես աշխատանքի էի։ Ու հետո ընթացքում տուն գնալ, ասենք Ալավերդի գնալ, հետ գալ, բայց հետո էլ կինո էր սկսում, կինոն բրծնում էր ժամը 10-ին, ես այնտեղ պտիլ էի, ամեն օր։ Կինոները մշակույթի տան երկրորդ հարկից էին ցույց տալիս։ Մինչև ժամը 5-ը դպրոցականներն էին կինո գալիս։ 5-ից 8-ը երիտասարդների հերթներ, 8-ից հետո էլ մեծերն էին գալիս։ Ամեն կինոն 2 օր էր մեզ տրվում, օրինակ այդ վաղտ հնդկական ֆիլմերն էին շատ խոդնի մեջ, որովհետև ցիվիլիզացիան այդքան չկար, դա հեշտ ֆիլմ էր, իրար ծեծում էին մարդիկ ուր խանում։ Շատ ծիծաղալուն կլիներ, որ մամային ստեղ գտնեմ։ Ես շարունակ մորս մշակութային կյանքից նշույլներ էի փնտրում, բայց չէի գտնում։ Մշակույթի տան բեմին թատերական, պարի ու երաժշտական խմբերի երեխաներն են ելույթ ունեցել։ Համերգներ են տվել նաև ժամանակի հայտնի աստղերը՝ Ֆլորա Մարտիրոսյանը, Կարպ Խաչվանքյանը։ Ամեն շաբաթ վեճեր տանցև, ամեն շաբաթ, ու ձրի, լրիվ ձրի։ Սա էլ մեր մշակույթի տանը կյանք ու ռիթմ տված, ռիթմ էստրադային խմբի տղաներն են։ Նրանք էին 80-ականներին ակումբը մարդկանցով լցնում։ Այնտեղ ժամադրվում էինք, նվագում էինք։ Այսպես տղերք էին։ Բան էլ Բիթլզների թայերն են, էլի, ինչ կարծիքի ես։
Դե մի ասենք էլի, մեր փայ Beatles-ն էլ դուք էիք։ Ես հիշում եմ մեր ոսկի աշունը, որ Այն ինչ է։ Ես էի կազմակերպել ճիշտ ասած։ հիշում ես փառատոնը Տիգրան ջան։ Աղոնց չեմ հիշում։ Էս էլ քու են ջահել վախտվա նկարը։ Ալավեր դու այգուն որ նվագում էիք։ Նկարների աշխուժ երիտասարդները հիմա աշխարհով մեկ ցրված են, բայց իրար հետ կապը պահում են։ Ամեն մեկն իր գործն ունի, բեմից ու երաժշտությունից հեռու։ Գիտես ինչքան նկար ունեմ քեզանից։ Այս ոչ մի հատ չունեմ Տիգրան ջան։ Ես շատ ունեմ։ Ես շատ ունեմ, շատ ունեմ։ Ես կեսը դե շարժում մնաց, հետո Հունաստան, հետո Գերմանիա, Ավստրիա, ես իմ այդտեղ ծրվել է էսա։ Ամեն տեղից մեկը կար։ Միջոցառումներն ու համերգները մարդկանց համար շամրուղ գալու պատճառ էին։ Հայտնվում էին ճոճկանեցիք, աղթալեցիք, շնողեցիք։ 18 ազգություն ա եղել։ Տո Սիստի Լորենցո, տո Վերվեն Եկատերինա, տո գերմանացի, տո իտալացի, տո ֆրանսիացի, տո հույն է, որոնց ներկայացուցիչի ես եմ մնացել Միսոպոնտի էլի մերս, հա։ Հույնը տենց, ստեղ էլ հույն չունենք։ Էս էլ ղեկավարությունն ա սաղեն, նայի, գերացնել մեռավ ֆաբրիկայի, հա դիակնոց, հա, նայի։ Ամենաշատը ինչ կուզեիք հետ բերեիք մշակույթի տնից։ Ընդհանուր, որ այդ լրիվ կուզեի հետ գար։